Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Տիկին Ղազարյան, իհարկե հնարավոր է նաև կանոնակարգով սահմանափակել, խիստ կանոնակարգով, բայց գիտեք, որ կներեք էլի, ես չեմ ուզում, որ որևէ կարծիք մնա չարտահայտված, բայց այս մի դեպքում նաև համաձայն եմ, որ այս մի կարծիքը արդեն օրենքի բուն նախագծից մի քիչ շատ է շեղվում, եթե օրենքի նախագծի հետ կապված որևէ կարծիք, դիտարկում, հարց կա, պարոն Գևորգյան, արտահայտեք, դա արդեն մենք տեղափոխվեցինք անցած անգամ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում էինք այդ հարցը քննարկում։ Միգուցե կարող եք այդ դիտարկումը պահել, հիմա կատարողականի ժամանակ այդ հարցը բարձրացնել, որը արդեն վերաբերելի կլինի, հա, այս հարցը ավարտենք, նոր։ Ես ընդհանրապես արձագանքեցի այն դիտարկմանը, որը հնչեց քիչ առաջ, իսկ այն ինչ որ ես ունեմ ասելու հաջորդ հարցի ժամանակ ես արդեն կներկայացնեմ։ Շատ լավ, շատ լավ։ Այլ դիտարկումներ Տիկին Ղազարյան դուք ունեք, խիստ կանոնակարգով, ես Տիկին Գալստյան ունեք, Տիկին Գասպարյան, շատ լավ։ Եթե այլ դիտարկումներ չկան, հարգելի գործընկերներ, քանի որ այսօր մենք ժամային սահմանափակում ունենք, առաջարկում եմ առաջին հարցով քվեարկությունը կատարել հիմա, հետո նոր անցնել երկրորդ հարցի քվեարկությանը, որը երկրորդ հարցի քննարկմանը, որը քվեարկություն չի ենթադրելու։ Եվ այսպես ունենալու ենք երկու քվեարկություն այնուամենայնիվ, նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ եւ նախագիծը առաջիկա քարոզայում ընդգրկել կամ չընդգրկելու վերաբերյալ եւ այսպես քվեարկության եմ դնում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցը այն խմբագրմամբ, որով որ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը մեզ ներկայացրեց, ովքեր են կողմ, ովքեր են դեմ, ովքեր են ձեռնպահ։ Նախագիծը ստանում է դրական եզրակացություն, քվեարկության եմ դնում նախագիծը առաջիկա երեքշաբթի սկսվող լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ։ Շատ լավ, նախագիծը այս խմբագրմամբ կընդգրկվի վաղվանից սկսվող ազգային ժողովի Եվրոինտեգրման հանձնաժողովը կառաջարկի ազգային ժողովի խորհրդին նախագիծ ընդգրկել վաղվանից սկսվող լիագումար նիստերի օրակարգ։